շատ ուրախ եմ բոլորիդ այստեղ տեսնել։ Ինչպես գիտեք, մենք տարվա ընթացքում անցկացրեցինք 6 հետազոտություն եւ վերջինը դա մեր ինչպես ենք մենք ինքնաարտահայտվում հետազոտությունն է, որի նպատակը երեխաների բնական, անկեղծ, մանկական ինքնաարտահայտումն է բեմականացման միջոցով։ Երեխաները պատրաստել են ձեզ համար մի ներկայացում, որով նաև կշեշտադրեն իրենց նախադպրոցական մանկության հավարտը։ Ես կարծում եմ բոլորս հուզված ենք, սպասում ենք, իրենք էլ են սպասում, դրա համար չեմ ուզում երկարաձգել, եկեք ուղղակի ծափահարություններով, ոգևորենք երեխաներին։
Քոյերը նվիրում նրան։ Իսկ մեզ մոտ մեկ հայտնվում է, մեկ թաքնվում ամպերի տակ։ Տեսեք, թե ովքեր են բողոքում, իսկ մենք ինչ ասենք, չէ՞։ Հա։ Երկար սպասում ենք, գոնե մեկ-երկու ճառագայթ իջեցնի ուրախանա։ Օրերն այնքան արագ են մտնում, չեմ հասցնում քայլեցնել մեր ձևով շոյի։ Ամեն ինչ պարզ է, եթե մենք արևի մեկցենք, ուրեմն կհեռանանք նրա մոտից։ Սպասեք, այդ ուր եք գնում։ Այստեղից հեռու։ Այդ դուք եք մեզ համար այնքան պարզեցիք, մինչև մենք քույրի լամուսները ստացան ու գնացին։ Մենք մեղավոր չենք, ուղղակի ազատ ենք և ուրախ։ Իսկ դուք ներայրեք ու տխուր, ձեր անձրևների ու դեղնած տերևների պես։ Ախ այդպես, ուրեմն մենք մերյալ ենք և տխուր, որ այդպես է մենք ենք։ Աշնանամիսներ մի գնացեք, խնդրում եմ։ Չվեք, ձեր խրճուններից է։ Վերջ տվեք, այս ինչ եք անում, դուք բոլորին նեղացնում եք, այդպես չի կարելի։ Ինչպես թե արեք, դու մեզ հանդիմանում ես, մենք էլ լավագույն ընկերներ ենք, այ քեզ նորություն։ Դե ոչ, ես ուրիշ բան էի ուսումնասիրել։ Ոչինչ էլ մի ասա, առանց ասելու էլ ամեն ինչ պարզ է, մենք էլ այստեղ չենք մնա։ Այս ինչ է կատարում, կարծես վատ երազին, վերադարձեք, խնդրում եք, դուք չեք կարող այն ատայնել, դուք տարվա 4 եղանակներն եք։ Լուսին տեսար, թե ինչ եղավ, տարին խանդվեց, հիմա ինչ կկատարվի աշխարհի հետ, ինչ չգիտեմ։ Արևկը, դու պիտի հանգստանաս, արդեն գիշերն է մոտենում, դու քնիր, իսկ ես կփորձեմ քեզ խոսել։ Աղ, չոցորեն, ծար ու թրջուն, ես Լուսինն եմ, ձեզ եմ պատճում։ Պիտի շտապեք, այստեղ հասնեք, ամիսներին դուք համոզեք, որ հետ դառնան, կանգնեն սիրուն, տարվա շարքի ճիշտ տեղերում, ու թե ստացվի սրտանց խոսել, նրանք հաստատ ձեզ կլսեն։
Ամեն տեսակ բերքն աշխարհում ձեր շնչով է, ասում եմ, ու թե միար դուք չլինեք, բարիքներն է ձեզ հետ տանեք, ինչ է կարծում արդար է դա, որ աշխարհը քաղցան։
Հարգելի գործընկերներ, մենք ավարտեցինք մի հատվածը, բայց սա դեռ ամենը չէ, որովհետև մեր միջոցառումը ենթադրում է երկրորդ մասը, բուն այն, որտեղ երեխաները հրաժեշտ են տալիս պարտեզին և գնում են դպրոց։ Ես այստեղ կտեղավորեմ սեղանին, ահա, շատ ապրեք, սիրելի երեխաներ, ես ուզում եմ ասել, որ քանի որ դպրոց եք գնալու, այս նվերները դուք ստանալու եք, բայց մեր ներկայացումը դեռ չի ավարտվել, այնպես որ շարունակում ենք, ես ինչ շատ են նվերներ, ինչ գեղեցիկ եք, ուզում եք ծափահարեք ձեր նվերները։ I was taught
Արցուկին լավ պարկամ տպլած գնալ իմ զանը եկամ, դե բարակ մնակ, անկած ծտıq լես արդակությունալի նայքի գգամ կես։ Խաղի ժամին ամենօր բուժում է տիկնիկների մեր բոլոր, շուտով դպրոչքի գնամ ու մի օր ով իմանա գուցե բեզիկ ես տայնամ։ Իմ սիրելի նապաստակ, մոտիկ փափուկ ու ջերմակ, աշակերտ եմ ես դառնում, քեզանից հեռանում։
կարմիր արևներ, այսօր դուք փայլեցիք ձեր բոլոր կարմիր շողերով և արևին հատուկ պայծառությամբ։ Ուզում եմ ասել, որ ձեր բոլոր ծնողները, հյուրերը, հանդիսատեսը, բոլոր ուսուցիչները, մանկավարժները մեծ զբաղությամբ էին այն, թե դուք ինչքան լավ դերասաններ եք։ Փաստորեն դուք հասկացաք ինչպես պիտի ինքնարտահայտվեք բեմում և կարողացաք ձեզ որպես դերասաններ ցույց տալ։ Դրա համար ուզում եմ մեկ անգամ ևս բարձր ծափահարել։ Բացի նրանից, որ դուք ձեր դերը շատ լավ կատարեցիք, մենք նաև տեսանք, թե դուք ինչպես եք օգնում միմյանց։ Դա շատ կարևոր է, շատ։ Որ մեկը մյուսին օգնում է իր տեղը գտնել, հուշել բառերը կամ օգնել, որ ճիշտ ձևով պարի կամ երգի։ Ապրեք, դա շատ կարևոր հմտություն է, շատ կարևոր որակ է, որ դուք պետք է ձեր ամբողջ կյանքի ընթացքում զարգացնեք։ Ես այսօր ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր բոլոր ուսուցիչների։ Տիկին Սրբումուն, Թույլ կտակ բոլորի անունը տա, ասելու եմ, բայց վերջում ես են շարվենք ու նկատենք։ Շատ է, դեր քանի որ տվեցի, բոլորը ստաղ հարենք բոլորը։ Ես դերին արևներ, ուզում եմ ձեզ շնորհավորել, կարմիր արևներ, կներեք, շփոթվեցի, ուզում եմ ձեզ շնորհավորել մանկակրթարանը ավարտելու կապակցությամբ, գիտեք չէ, այսօր դուք ավարտեցիք մանկակրթարանը, դա շատ կարևոր բան է ձեր կյանքում, որովհետև դուք արդեն դպրոցականներ եք, ինչպես ձեր երգերում արդեն ասացի, իսկ ինչ է նշանակում լավ դպրոցական լինել, գիտեք, ինչ պիտի անենք, պետք է լինենք խելացի, էլ ինչ պիտի անենք, որ լավ դպրոցական լինենք, այո, լսենք մեր ուսուցիչների, մեր ծնողների, էլ ինչ պիտի անենք, ասա Արփին, պիտի սովորենք Դավիթներ էր ասում, դու էլ էիր ասում, պիտի սովորենք, այո, պիտի լսենք իրենց հրահանգները, հանձնարարականները և պիտի լավ սովորենք։ Պետք է շփոթվենք, որ հետո ամեն ինչ ստացվի։ Այո, պետք է հանդիստ շփոթվենք, հանդիստ սխալվենք, որ հետո կարողանանք մեզ սխալները ուղղենք ու ավելի լավ ստացվի։ Դա շատ կարևոր բան է։ Կեցեն ձեր ուսուցիչները, որ կարողացել են դա։ Որ կռվելով չնեղանան։ Այո, որ կռվենք չնեղանանք, հա։ Որ իրար չնեղացնենք, որ չկռվենք իրար հետ։ Այո, շատ կարևոր է։ Կամ էլ կռվելուց չնեղանան։ Ինչ կարող եք ավելացնել, ինչ անենք, որ լավ դպրոցական լինենք։ Եթե այսքանը անեք, պլյուս դրան գումարած ժամանակի քնեք, ձեր ծնողներին լսեք։ Այդ դպրոցը չենք քնում։ Չէ, երեկոյանից հետո ենք, բայց երեկոյան չենք քնում։ Քնում եք, չէ երեկոյան, ուզում եմ ժամանակին քնեք։ Կաֆե պուֆին ենք։ Այո, 21-ի պետք է քնեք, 21-րոտնով պետք է քնեք։ Իա, հարի չկա։ Շատ լավ, իմացաք, որ դուք պետք է այս 3 ամիսը պատրաստվեք, որ դպրոցի համար արդեն հանգստացած լինեք, իսկ ես շնորհավորում եմ և ուզում եմ հանձնել ձեզ վկայականներ, գիտեք վկայականը ինչ է։ Այս կարևոր մի հաստատություն է, ոնց որ մարդիկ անձնագրեր են, չէ ունենում, պասպորտներ, տեսել եք։ Այս ձեր մանկակրթարանի անձնագիրներ սա է, այստեղ գրված է ձեր անունը և նշված է, որ դուք 2026 թվականին ավարտել եք մանկակրթարանը։ Լավ, սա կդնեք ձեր տանը ձեզ համար կարևոր դեպքում, որ երբ ավելի վաղ կարդալ իմանաք, մեկ անգամ ևս կարդաք ու դրանով հպատանաք, որ դուք Շեմարանի մանկակրթարանն եք ավարտել։ Եվ ինչպես ես խոստացել էի, կարծում եմ այս տոնը տոն չէր լինի, եթե չլիներ այն հսկա թիմը, իրենց մեծ նվիրումով, մեծ սրտով, այն բոլոր մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել են մեր երեխաների կողքին, ոմանց կողքին եղել են մի քանի տարի, ոմանց կողքին այս ուսումնական տարին, բայց անհարթակել ներավապել մանկակրթարանը ջնջեցնելով այդ մարդկանց անունները և հարգանքի իրենց չմատուցելով։ Առաջինը ես կսկսեմ հենց մեր խմբի օգնականներից, մարդիկ ովքեր օրում գիշեր չեմ ասի, բայց օրվա ամբողջ ընթացքը եղել են երեխաների մոտ մեր սիրելի օգնականները, Աննա Մելիքյանը և Մարինե։ Ուզում եմ անպայման նշել երաժշտության մեր ուսուցչուհի Տիկին Տաթևիկի,
լեզվով երգեր եւ որքան մաքուր էին այդ երգերը հնչում, որի համար պատասխանատու են ռուսաց լեզվի ուսուցչուհի Տիկին Էլինա Հակոբյանը, որը նաև մեր հիմնական մանկաբարձներից մեկնով մի քանի տարի վարել է այս երեխաներին կամ 1 տարի Տիկին Անժելա Սիմոնյանը։ Կարծես թե դահլիճում արդեն տեղ չմնաց, որովհետև ես հնչեցնեմ բոլորին, ուղղակի այստեղ տեղ չի մնա։ Եկեք ուղղակի այս փոքրիկ կոլեկտիվին մենք շնորհակալություն հայտնենք եւ Տիկին Գարանեի գլխավորությամբ հանդիպենք։ Շնորհակալ եմ եւ ուզում եմ հիշեցնել, որ մի ամբողջ տարի միասին անցանք ձեռքբերքի տված ձեզ է։ Մեր հարգելի գործընկերը դա ուղղակի նամակի վերնագիր չէ, դա իրական մեր վերաբերմունքն է ձեր նկատմամբ, սա բարությունները ձեզ։ Մենք այսքանն ենք պատրաստել, շնորհակալություն։